Դե բարի երեկո, ուրախ եմ որ միացել եք։ Մենք ունենք վեբինար այսօր հայկական ստարտափների վերաբերյալ կամ ընդհանուր ստարտափների մասով իրենց ճանապարհը, ինչա դա նշանակում ընդհանրապես ստարտափ, որ փուլերով են անցնում, որտեվ եթե ներում ենք ցանկանում անել այդտեղ, իհարկե պետք է հասկանալ ոնց է գործունեությունը, ինչ ուղղություններով են գնում, գնահատումը ստարտափների, հա, ներողի տեսանկյունից շատ կարևոր է, ինչ սпасել, ինչ չսпасել, ինչ խնդիրներ կարող լինեն կամ ինչ հաջողություններ։ Այդ ամենի մասն ենք խոսալու։ Պրեզենտացիան անգլերեն է սարքված, ներկայացման լեզուն հայերեն, հարցեր կարող եք ընթացքում ուղղել, վերջում, ոնց որ ոնց հարմար է, ոնց էլ անենք։ Փորձենք մի ժամվա ընթացքում սա ամփոփել եւ ըստ դրա այնց հարցեր կարակ տակ մենք փորձենք արձագանքել, հետո կարող ենք նաեւ կապ հաստատել, չգիտեմ, LinkedIn-ով, Facebook-ով կամ այլ ոնց հարմար է։ Դե, ուրեմն սկսենք։ Okay, ով ինչ ծանոթ չի, Սամսոն Ավետյան անես, ես տնօրեն եմ Equify-ի, աշխատել եմ ներդրումային ոլորտում արդեն մի 15-20 տարի, վերջի մի 7-8 տարի ստարտափների հետ, մեծ ներդրողների հետ, դա ICAN Angel Investor Club of Armenia, CFA-ի նաև բան եմ հանձնել, առաջի սերտիֆիկատն եմ հանձնել, Harvard MBA եւ այլն, նաև գիրք է գրվել Հայաստանի տնտեսությունից, դες մի 7-8 տարի առաջ, ինչքանով է տեխնոլոգիաները կարևոր Հայաստանի համար եւ ըստ դրա փորձում ենք գործել, այսպես ասած։ Հիմա ինչ են մարդիկ սովորաբար ներդրում անում ստարտափներում, դա 3 բանից ենք, 3 բան ենք մենք նշում, մեկը դա եկամտաբերությունն է իհարկե, երկրորդը մասնակցությունը Հայաստանում, այսինքն շատ լավ առաջընթաց ունի տեխնոլոգիաները, նորությունները շատ կարծում լսել եք, լսում եք Nvidia-ն է դա, չգիտեմ, data center-ներ, AI, service title, այդ ամեն ինչի մեջ, որ բոլորս ովքեր տենց միլիոնատեր մարդիկ չենք, բոլորս կարողանանք մասնակցել եւ իհարկե երկրի մակարդակով, ոնց բոլոր ամենական նշում ենք, դա տեխնոլոգիաները եւ նորարարությունը ամենագլխավոր հիմնարար բաներից են, որոնք այսինքն հեռանկարներ են ապահովում։ Այստեղ միած սլայդ է ներկայացված աշխարհի ամենաթոփ 20 արժեքավոր կազմակերպությունները, ոնց որ տեսնում եք, այս 20-ի մեջ երևի կեսից ավել ու չգիտեմ, top 6-ը տեխնոլոգիական կամպանիաներ են ու իրանց արժեքները, հա։ Սա բորսաներում ցուցակված կազմակերպություններն են, այսինքն public markets, եթե մենք ուզենանք գնանք գնել, չգիտեմ, Google-ը կամ Nvidia-ն կամ տենց ինչ որ կազմակերպություն, մենք կարող ենք, չգիտեմ, ինչ որ հարթակների միջոցով գնել այդ արժեթղթերը։ Դա, այսպես ասած, հանրային շուկան է, կա նաև մասնավոր շուկան, որի մեջ մենք ենք գործում, որ պատկերացնեք, այստեղ արդեն մասնավոր կազմակերպություններն են, անունները հաստատ ծանոթ եք, OpenAI-ը դե չափն է, SpaceX, Anthropic, Databricks, Revolut եւ այլն եւ այլն։ Այս շուկան, որ ստեղ է նկարագրված, ինքը հանրային չի, այսինքն ինքը մասնավոր շուկա է, որտեղ որպեսզի մենք ներդրում անենք, պահանջվում են տենց տասնյակ հազարավոր, եթե ոչ 100 հազարավոր դոլարներ, հա, այս մասնավոր շուկան ավելի քիչ կարգավորված է, բայց ու այդտեղ գործում են, այսպես ասած, մարդիկ, որ այդ ունակությունները ունեն։ Նախկինում, այսինքն, չգիտեմ, մի 10 տարի առաջ մոտավորապես հասանելիություն sense տիպի գործարքների մարդիկ չունեին, կամած այդ ոլորտը բացվում է ու նաև Equify-ն է գործում այս ոլորտում ու ըստ դրա այստեղ ունենք մի հատ սլայդ, որը նկարագրում է մարդիկ, ովքեր ներդրում են արել sense տիպի կազմակերպություններում, այսինքն ստարտափներում, որտեղ այս բոլոր կազմակերպությունները այստեղ ինչ որ բայ ստարտափ են եղել, Databricks-ից սկսած, OpenAI-ից, չգիտեմ, Canva, XI, Revolut եւ այլն, հա, իրանք բոլորը ստարտափներ են եղել։ Հիմա իրանք աճել են այդ մասնավոր շուկայում ու ինչ որ պահի գուցե բոլորը, գուցե ոչ բոլորը գնալու են դեպի այս մի շուկան, որը այդ հանրային public markets-ն է, հա, բորսաներ։ Հիմա մենք տրամադրում ենք այս հնարավորությունը sense տիպի ստարտափներում ներդրում անել, այստեղ բավականին շատ ինֆորմացիա տրամադրված, ձախից տենում ենք անունները կազմակերպությունների, աչից տենում ենք այդ ներդրումները, եթե մարդիկ արել են ներդրում, օրինակ Facebook, WhatsApp, չգիտեմ, Figma, ինչքան ներդրում են ունեցել։ Այստեղ տոկոսներ չեն նշած, այստեղ նշված է ինչքան քանի անգամ են բազմապատկվել այդ ներդրումները։
Այսինքն եթե մենք $1 ենք ներում արել Facebook-ում ոնց Peter Thiel-ի հետ, ծանոթ կլինի գուցե այդ մարդը, մենք աշխատենք, չեմ գիտեմ, ունենանք հիմա $2000, հա, մոտավորապես պատկերացրեցիք։ Այսինքն ստեղ ռիսկերը բարձր են, բայց եկամտաբերությունը ահռելի մեծ կարա լինի։ Հիմա կարա նաև հարց հնչի, օրինակ ստեղ այս Figma-ի հիմնադիրներն են, ներողները, որոնք ներում արել են Figma-ում, 120 անգամ բազմապատկել են գումարը, Snapchat-ի հիմնադիրներն են 185 անգամ, Revolut-ը շատ լավ օրինակ է, որը բերեցինք, ինքը բացի նրանից, որ աշխարհի երևի պատմության մեջ ամենա եկամտաբեր ներդրումն է եղել, բացի դրանից, որը կարևոր է, նաև այն է, որ այս երևի առաջի ամենահաջողված, այսպես ասած, ցուցակումն է եղել մասնավոր շուկայում, որը բաց է եղել ոչ միայն տենց մեծ ներդրողների համար, հա, ինքը ցուցակվել է Equify պես հարթակում 2016-ին, ու եթե մարդիկ մասնակցել են 715 անգամ գումար են աշխատել այդ ուղղությամբ։ Այսինքն այս ամենապատմական առումով շատ եկամտաբեր է եղել, համ էլ առաջի տենց кейսերից է, որտեղ մարդիկ կարողացել են մասնակցել, նորմալ մարդիկ, այսպես ասած։ Այս թվերը, որ ստեղ նշված են, քանի որ շուկաները հանրային չեն ու այս տվյալները բոլոր տենց ստուգված, օդիտարված եւ այլն չեն, սա մոտավորապես պատկեր է, հա, որտեղ այս մասնավոր շուկայում գները եւ ընդհանրապես ֆինանսական տվյալները շատ ժամանակ չեն բացահայտվում տարբեր պատճառներից ելնելով։ Կան նաև հայկական կազմակերպություններ, երբ որ հետ ենք հաշվում, թե տվյալ ինֆորմացիա վեն ինչ որ ունենք, ինչքան են մարդիկ գումար աշխատել, մոտավորապես այս թվերը հայկական ստարտափներում են։ Այստեղ կարևոր է բացի թվից, կարևոր է նաև այն հանգամանքը, թե ինչքան ժամանակում այս ամեն ինչը արվել, հա, որտեվ եթե դու, չգիտեմ, 20 անգամ բազմապատկում ես գումարը 100 տարվա ընթացքում, դա հստակապես հետաքրքիր ներդրում չէ, բացի դրանից այդ բազմապատկումը նաև ռիսկ է ենթադրում, հա, իրանից, այսինքն ժամանակահատվածը ինչքան ժամանակում ես դու այդ եկամուտը ունենում, շատ կարևոր է։ Այստեղ մենք հա հիմա անցնենք առաջ, այս service title-ն է, այս code signal-ն է, որը Տիգրանի հետ օրինակ ինքը MIT-ում էր, ես Harvard-ում էի, հետո ինքը գնաց բան Google աշխատելու, հետո մի հատ ստարտափ ստեղծվեց, որը կոչվում էր CodeFights, CodeFights-ը առանձնապես տենց այսքան լավ չհաջողվեց, ինչքան Code Signal-ը, ու մեր ընդհանուր ընկերներից մեկը ներդրում արեց Code Signal-ում այն ժամանակները ու 120 անգամ մոտավորապես բազմապատկել է իր գումարը, հա, Code Signal-ում։ Տիգրանը օլիմպիադաներում է մասնակցել, Երևանից է եւ շատ հետաքրքիր պատմություն ունի միջայլոց։ Super Annotate-ի հիմնադիրները այս Sevan Startup-ի բանից է, Sevan Startup-ի առաջի տարիներից է, այնտեղ իրանք հաղթեցին ու եւս տենց շատ լավ հաջողված ստարտափ է, այսպես ասած։ Easy Demark-ը մի քանի տարում արդեն 20 անգամ մոտավորապես բազմապատկվեց ներդրողների գումարատեղ, որի շատ եկամտաբեր էր եւս, ու շատ այնս բազմաթիվ պատմություններ, Pixar, Unicorn, բան, ասենք Gecko եւ այլն։ Հիմա հարցը նրանում է, թե որ մեկն է լինելու մյուս, այսպես ասած, հաջողված բանը, ներդրումը, ու ըստ դրա մենք փորձում ենք Equify-ով եւս մասնակցել դրա մեջ։ Մենակ այս տարի վաճառվել են 4 հատ ստարտափ հայկական, այսինքն մեծ կազմակերպությունից, այնքան են հետաքրություն առաջացրել, որ մեծ կազմակերպությունից միջազգային արդեն 4 հատ գնվել է, ըստ դրա այդ հեռանկարները շատ ժամանակ, երբ որ իրան գնվում են, այդ կազմակերպությունները ընդլայնում են նաև հայկական գործունեությունը Հայաստանում, երբ որ նայենք Synopsys-ը Հայաստանում, VMware-ը Հայաստանում, կամ այլ տենց տիպի կազմակերպությունները, իրանք բոլորը սկսել են նրանից, որ ինչ որ հայ հիմնադիր ստեղծել է ինչ որ IT կազմակերպություն, հետո վաճառվել է ու հետո այդ ամենը ընդլայնվել է, հա։ Ոնց որ sense բավականին շարունակում ենք շատ լավ առաջընթաց ունենալ։ Այսօր լսեցինք մեր Equify-ում մի ստարտափից շատ լավ նորություններ, իրենք այս մի քանի օրը մի հատ շատ մեծ, չեն կարող բացահայտել ինչ կազմակերպություն է, բայց հաստատ այդ անունը լսված կլինի, իրանք ձեռք են բերել նոր հաճախորդ այդ Fortune 500-ի
շրջանակում, ոնց որ շատ ուրախացանք դա լսեցինք, ոնց որ իրանք են շատ լավ առաջ գնում եւ սենց բարբերաբար եւս նորություններ կլինեն։ Համոզված եմ մեր այս կամ մյուս ստարտափներից կամ նրանցից, որոնք արդեն ցուցակումը արվել է։ Ամ, Շատ կարևոր է նաև հասկանալ, որ այս ամենա հետաքրքիր ոլորտն է Հայաստանում, ինչու եմ տենց ասում, որտեվ միակ տեղը, որտեղ մեծ ներդրողներ են մասնակցում, միջազգային մասնագիտացված, դա հայկական ստարտափներ են, այլ տեղը դա պետական պարտատոմսերն են, բայց էլի sense այս կարգի հետաքրքրություն չի առաջացնում, ինչքան այս առաջադեմ ֆոնդերից։ Sequoia-ն աշխարհի ամենամեծ մեծը չէ, բայց ամենահեղինակավոր ֆոնդերից մեկն է ներումային ստարտափներում։ Շատ կարևոր սլայդ է սա, այսինքն երբ որ ներում ես անում ստարտափներում, այս մասն է կարևոր, այսինքն շատ ժամանակ ասում ենք, որ ռիսկային է, մի քիչ դժվար պատկեր է, բայց ինքը ցույց է տալիս, եթե մարդ ներում արած լիներ 2017-ին մի պորտֆելում, այսինքն մի ֆոնդում, ինչքան էր այդ ֆոնդի, ինչքան էր ինքը հետ բերել ֆոնդի մակարդակով, ոչ թե անհատական ստարտափների, հա։ Ու շատ ժամանակ ասում ենք, որ ստարտափները ռիսկային են, բայց պորտֆելով երբ որ ներդրում ես անում, այս կարմիր գիծը նշանակում է 1, այսինքն եթե պորտֆելը 1-ից ցածր է, նշանակում է դու այդ պորտֆելով չես հետ բերել այն ներդրված գումարը։ Հա, հիմա նույնիսկ ամենավատ ֆոնդերը, այսինքն ամենա 25, մի 2500 հատ ֆոնդ է վերլուծվել, բայց նույնիսկ այն պարագայում, որ ամենավատ ֆոնդերը 1.29 անգամ հետ են բերել այդ պորտֆել մակարդակով ներդրողի գումարը։ Այս 21, 22, 23-ը քանի որ նոր ֆոնդեր են, տենց առանձնապես այս պահին վաղ է ասել ոնց է եղել իրանց եկամտաբերությունը, բայց այս պատկերը մի երկու բան է ասում, մեկ, որ եթե պորտֆելով ես ներդրում անում, շատ հավանական է, որ մինիմում այդ նույն գումարը հետ բերես, եւ երկուս այն է, որ տարիների ընթացքում եւ կախված ցիկլերից շուկայական, կախված փոփոխություններից տեխնոլոգիական, շատ կարևոր է տարբեր տարիների ընթացքում այդ ներդրումները անել։ Սա իհարկե չի նշանակում, որ եթե ֆոնդը 1 է հետ բերել, դա լավ է, որտեղ դա լավ չի, որտեղ ռիսկերին համապատասխան ինքը ավելի բարձր տիպ պետք է լինի, որ ռիսկերին համապատասխան տարեկան եկամտաբերություն ստեղծի։ Բայց բոլոր դեպքերում ինչ որ չափով ցույց է տալիս մոտարապես ռիսկերը ինչա նշանակում ստարտափներում ներում անելը եւ պորտֆելով ներում անելը ինչքանով է կարևոր։ Հիմա խոսենք մի քիչ, եթե հարցեր չկան, խոսենք մի քիչ ստարտափների ճանապարհից, ինչ գնահատումները ոնց են ձևակերպվում, ոնց են, այսինքն վաճառում կամ դուրս գալիս կամ ներողը ոնց է այդ եկամտաբերությունը ստեղծում։ Նախ կարևոր է այս մասը հասկանալ, որ ստարտափները տարբեր տիպի են լինում, մենք սովորաբար ասում ենք ստարտափ, նշանակում է, որ ինքը նորարար տեխնոլոգիական ստարտափ է, որը շատ արագ կարա աճի, հա։ Արագ աճը պայմանավորված է նրանով, որ իրանք կապիտալ ինտենսիվ չեն, այսինքն դու ստեղծում ես մի հատ լուծում, մի հատ ծրագիր, ու դա կարաս միլիոնավոր հաճախորդների վաճառես։ Եթե դու ստեղծում ես մի պրոդուկտ, որ դրա համար պետք է գործարան ամեն անգամ ստեղծվի տարբեր տեղերում, տարբեր, չգիտեմ, շղթաներ եւ այլն, այդ արդեն շատ ավելի դժվար է իրան, այսպես ասած, սկեյլ անելը ու եկամտաբերությունը ավելի ցածր է, բայց ռիսկերը գուցե նաեւ ավելի ցածր են։ Այսինքն մենք գործ ունենք venture-ային, այսպես ասած, ստարտափներով, էքսպոնենցիալ աճ, մեծ կամ շատ արագ աճող շուկա եւ եթե ստեղ տեսնում ենք 20 հատ ստարտափ, տեսնում ենք ոնց է իրանց եկամտաբերությունը ստեղծում, այսինքն մեծ մասը գուցե գումարը հետ բերի, գուցե մի քանի անգամ բազմապատկվի ու լինելու է գուցե 1, գուցե 2 ստարտափ, որը ահավոր եկամտաբեր է լինելու, այսինքն չգիտեմ 100 անգամ բազմապատկի գումարը կամ 50 անգամ եւ այդ հաջողությունը փակելու է բոլոր այն մինուսները, որ մենք ունենանք եւ նաեւ բարձրացնելու է եկամտաբերությունը այնքան, որ ռիսկին համապատասխան լինի։ Այսինքն մոտավորապես որ պատկերացնեք ինչա սա ստարտափները ոնց են գործում եւ ոնց է այդ ամեն ինչը եկամտաբերությունը ձևավորում։ Թիմն է ամենակարևորը ստարտափներում, այսինքն երբ որ նայում ենք ստարտափը մանավանդ վաղ փուլերում, երբ որ տվյալները քիչ են, երբ որ շրջանառություն կարող է շատ ցածր է, շատ կարևոր է թիմը։ Թիմի կարևորությունը, այսինքն ինչքանով իրան կարան, այսպես ասած, արագ աճեն սովորեն, որտեղ մի քանի տարում պետք է տնօրեն դառնան,
պետք է շատ նվիրված լինեն ու այն բոլոր դժվարություններով, որ ստեղծում են իրենց ճանապարհին, պետք է անցնեն եւ չհանձնեն, այսպես ասած, որտեղ դժվարությունները շատ են լինելու տարբեր ուղղություններով, թե մրցակիցներ, թե չգիտեմ, տարբեր առումով պրոդուկտ ստեղծել եւ այլն։ Ինչքանով են իրանք ֆոկուս արացեն ստարտափի վրա, այսինքն մենք երբ որ թիմ ենք դիտարկում, ստեղ 100%-անոց ֆոկուս պետք է լինի, կողքից այլ բաներ չեն կարող անել։ Ինչքանով է կարևոր ոլորտի մասնագետ լինելը, ինչ որ չափով կարևոր է, բայց ավելի կարևոր է այս առաջի երկրորդ կետը, որը եթե նույնիսկ այդքան է մասնագետ չէ, շատ արագ կարողանան մասնագետ դառնալ։ Սա ինչ որ պարագաներում կարևոր չի, որ մասնագետ լինեն, որտեղ գուցե այլ լուծումներ կարան առաջարկեն, որոնք այդ ոլորտում այդքան ընդունված չեն։ Ու պետք է հասկանալ նաև այդ մարդիկ, որ բիզնես են ստեղծում 5-10 տարվա կտրվածքով, այսինքն հիմա կարող է այդ product-ը պահանջված չլինի ու պահանջված լինի 5-10 տարուց հետո։ Այդ շատ կարևոր բան է։ Եվ կարողանան վաճառել։ Այս վաճառքը շատ կարևոր մաս է։ Իրանք պետք է կարողանան վաճառել իրանց product-ը հաճախորդներին, իհարկե, պետք է կարողանան վաճառել իրանց լուծումը ներդրողներին, պետք է կարողանան իրանց մատակարարին, այսինքն այդ վաճառքային մասը կամ պետք է լինի, կամ շատ արագ պետք է զարգանա, որտեղ առանց դրա դժվար կլինի։ Այդ հիմնա ամենակարևոր ասպեկտը մանավանդ վաղ փուլերում։ Այս մասով միատանցնենք, թե ինչ փուլեր են ստարտափները անցնում, որ պատկեր ստեղծվի, հա։ Ամենաառաջինը դա, այսպես ասած, գաղափարն է, այսինքն ինչ որ գաղափար կա, ինչ որ նորարարություն է տեղի ունեցել եւ մարդիկ ուզում են այդ նորարարության հիման վրա ստեղծել բիզնես։ Այսինքն շատ հիմա ստարտափներ AI-ով ստեղծում են բիզնեսներ, լինի դա օրինակ case-ն հիմա պարագայում այսօր իրավարական ուղղությունով կամ product management-ի ուղղությունով մյուս ստարտափն է շուտով ցուցակվելու, չգիտեմ, հուսանք 1-2 շաբաթից հետո MVP, հետո assumption, այսինքն ամենակարևոր գաղափարն է, հետո թիմը։ Թիմն է ստեղծվում, թիմից հետո սովորաբար ու թիմը սենց է, որ երկու հիմնադրից կամ 3 հիմնադրից մաքսիմում ավել հիմնադիրներ սովորաբար այդքան էլ լավ չի, որտեվ ոնց որ պատկերացնեք 4 հոգանոց, 5 հոգանոց թիմը, այդ ամբողջ իրանց 100% ունեց բաժնետոմսերը պետք է բաժանեն 5 մասի, դե 5 հոգու վրա բաժանվում 20% ամեն մեկը ունենում, դες ամենական ներողներից գումարը վերցնում այդ իրանց մասը դառնում ավելի փոքր եւ ավելի փոքր, ու կարող է ընդհանրապես հետաքրքիր չլինի 5%-ով ինչ որ ստարտափում այդ հիմնադիրների համար գործանել, այսինքն 2-3 հոգուց մաքսիմում հիմնադիրներ առանձնապես տենց ռիսկեր է պարունակում դրա մեջ։ Թիմից հետո MVP-ն է գալիս, MVP նշանակում minimum viable product, այսինքն իրանք product են ստեղծում, որը փորձեն թեստավորեն, այսինքն իրանք ինքը շուկայում պահանջված product է, աշխատող product է, թե ոչ։ Որտեղից սկսում են, որտեղ ամբողջ ինչ որ ինչև այդ երրորդ կետը ստեղծում են, դա ենթադրություններ են, հա, ենթադրություն, որ այս բանը պահանջված է, ենթադրություն, որ մարդիկ դա կօգտագործեն, ենթադրություն, որ շուկան կարակ կաճի եւ այլն։ Դրանից հետո գալիս է էքսպերիմենտացիան, այսինքն վալիդացիայի այդ փուլը։ Սա կարևոր է, որ մարդիկ արագ գործեն։ Այդ արագությունը դրանից է գալիս, ստարտափը ինչու է ընդունված, որ արագ գործես, որտեղ դրա արագ չգործես, ամեն ամիս գումար է cash burn, այսպես ասած, ու պետք է արագ գործես թեստ անես, արագ գործես թեստ անես, որ երկար գործելը առանձնապես լավ չի։ Հիմա այս ամեն ինչը կապեմ նաև ֆինանսավորման փուլերով, մոտարապես այս մասում գործում են հրեշտակ ներդրողները, եթե օրինակ հիմնադիրը շատ փորձված ու արդեն հաջողված հիմնադիր է, այսինքն մի հատ ստարտափ կամ երկու հատ ստարտափ արել է, այստեղ կմիանան նաև VC ֆոնդերը, այսինքն ինստիտուցիոնալ ներդրողները, ֆոնդերի մակարդակով, բայց սովորաբար այս փուլում գործում են հրեշտակ ներդրողները, հրեշտակ ներդրողների ցանցերը, չգիտեմ, Հայաստանում ԱՅԿ, ԲԱՆ, Աստան եւ այլն։ Դրանից հետո, եթե արդեն հաջողվածություն կա, հեսա հարցին չէ, հարցին պատասխանեմ, եթե արդեն հաջողվում է, ինչ որ արդեն շրջանառություն կա, արդեն հաճախորդների կողմից հետաքրություն կա, այս մասում արդեն սկսում են ներդրում անել VC ֆոնդերը եւ նաեւ Equifine-ը գործում այս փուլերում, հա։ Մենք արդեն ստարտափներ ենք դիտարկում, որոնք արդեն ինչ որ շրջանառություն ունեն, արդեն ներդրողներից գումար ստացել են։ Մի հատ հարց ունենք, հիմնադրի ոլորտի մասնագետ լինելը կարևոր է նույն Revolut-ի հիմնադրի ֆինանսական հա, այդ ոնց որ նշեցի,
պարտադիր չի, որ մասնագետ լինի, այսինքն եթե դու օրինակ չգիտեմ, ֆինանսական ոլորտում ես, ֆինանսական գործիք ես ստեղծում, պարտադիր չի, որ դու մասնագետ լինես այդ ոլորտի, բայց պարտադիր է, որ դու մասնագետ դառնաս շատ կարճ ժամկետում, հա, որտեղ ստարտափների մասով, հիմնադիրների մասով դու լիքը բան պետք է ինքնուրույն անես, այդքան գումար չկա մարքեթինգի ծառայություններ վարձել, իրավաբանական լուծումներ, չգիտեմ, վարձել, շատ բաներ ինքդ պետք է անես։ Ու եթե դու շատ ժամանակ դու մասնագետ չես դրա։ Հիմա հիմնադիրը պետք է մասնագետ դառնա շատ արագ այդ ոլորտում, որ ինքը գործում է, շատ արագ եւ նաեւ այլ ոլորտներում է դառնում ոչ թե մասնագետ, բայց բոլոր դեպքերում ինչ որ փորձառու մարդ է դառնում։ Դրա համար այդ էքսպոնենցիալ աճը վերաբերում է նաեւ այդ հիմնադիրներին ու մասնարարապես տնօրեններին, ստարտափներին։ Նենց որ հա, այդ հիմնադիրների մասով հետո եթե իրանք արդեն թեստ են անում պրոդուկտը ստացվում է կամ չի ստացվում, եթե պետք լինի, իրանք արդեն փորձում են փոխել ուղղությունը, այսինքն շատ հազվադեպ է, որ մի ստարտափ ստեղծվում է, միանգամից շատ հաջողություններ են տեղի ունենում, ու ինքը միանգամից գնում է, ասենք թե seed-ից, Series A, Series B, Series A, Series B ֆինանսական փուլերն են։ Շատ ժամանակ իրանք փորձում են, չի ստացվում, հետո մյուսն է փորձում, չի ստացվում, հետո երրորդ պրոդուկտի փորձում են, ու այդ ժամանակ ինչ որ կարող է արդեն սկսի ստացվել։ Ու այդ pivoting-ը նշանակում է, որ իրանք պետք է ինչ-որ չափով ուղղություն փոխեն։ Կարևոր կետերից ստարտափի կյանքի ընթացքում այս product market fit-ն է։ Product market fit-ը ինչ է նշանակում, որ դու այնքան հաճախորդ ունես, որ չես հասցնում իրանց սպասարկել։ Այսինքն դու գտել ես մի product, որի պահանջարկը շուկայում էապես մեծ է եւ էապես արագ աճող է։ Ֆինանսական լեզվով ասած, ստարտափի product market fit-ը այն ժամանակ է, երբ որ ինքը ունենում է մոտավորապես 1 միլիոնի շրջանառություն, ու այդ շրջանառությունը արագ աճող է, այսինքն աճում է 3 անգամ տարեկան, 4 անգամ, 10 տարեկան, 10 անգամ տարեկան, հա, այսինքն եթե մենք ունենք 1 միլիոն շրջանառություն, մյուս տարի հավանաբար լինելու է 3, 5, 10։ Այդ ժամանակ արդեն միանում են այլ ավելի մեծ ներդրողները, ուտեղ գումարները շատ մեծ են։ Եթե այստեղ այս փուլում գնահատումը ստարտափի մոտավորապես, չգիտեմ, 4-5-6 միլիոն է, այս փուլում գնահատումը արդեն 10-15 միլիոն է, երբ որ արդեն իրենք 1 միլիոն շրջանառություն ունեն, այդտեղ մենք արդեն հասնում ենք տենց 10-ից 50, չէ, 10-ից չէ, 30-ից 50 միլիոն գնահատում։ Այսինքն, որպես օրինակ, Exord-ը ունի այս պահին մոտավորապես 550-600 հազար շրջանառություն, հա, երբ որ ինքը ու իր գնահատումը, օրինակ, չեմ հիշում ինչքան է, 10 միլիոն էր մեր բանով, round-ով, ստեղ որ ինքը հասավ, իր գնահատումը դառնալու արդեն 30-ից 50, մոտավորապես, հա, benchmark-ներ եմ ասում, այսինքն 3, 4, 5 անգամ արդեն կբազմապատկվի Exord-ում ներդրողի մասը։ Հիմա դրանից հետո product market fit-ը, այդտեղ արդեն Series A է, մոտավորապես Series A-ին ենք հասել, այդտեղ արդեն կարևոր է շատ distribution channel-ները։ Սովորաբար ասվում է, որ մենք ունենք երկու կարևոր բան ստարտափում։ Մեկը product-ն է, որ իսկապես լավ product լինի, ուժեղ product լինի, մրցակցային product լինի, բայց շատ կարևոր է նաև այս երկրորդ մասը, որը խոսում է distribution channel, այսինքն եթե դու ունես լավ product, բայց չես կարող շուկային դա ինչ որ հասցնես, մարդիկ իմանան դրա մասին, վաճառես, այդ ժամանակ խնդիր է, որտեղ կարող լինի ավելի վատ product, բայց շատ ավելի լավ distribution-ով մարդիկ դրան ավելի արագ վերցնեն, հա։ AI դարում օրինակ շատ ժամանակ ասում է, որ ստարտափները ունեն շատ ժամանակ կարաս տեսես, վայ, եթե Google-ը կարասես նույն բանը անի, հենա իրանք կանեն, այդ ստարտափը ումա պետք, հա։ Այստեղ երկու բան կարելի ասել, ստարտափը շատ ավելի արագ է աշխատում, ասե ինչ որ մեծ կազմակերպություն ու ունի այդ առավելությունը։ Ունի այն առավելությունը նաև, որ ինքը ուղղված է մի կոնկրետ լուծման վրա։ Google ունի տասնյակ բիզնեսներ ու հարյուրավոր պրիորիտետներ ու ըստ դրա, թե Microsoft-ը, թե Google-ը sense տիպի մեծ կազմակերպություններ, ուղղակի իրաց պրիորիտետների ցանկում այդ շատ ցածր կետում է։ Ու այդ ցածր կետում այն թիմը կամ այն պրոյեկտի ղեկավարները կամ այդ պրոյեկտը, որ աշխատում է դրա վրա, շատ ավելի քիչ մրցունակ են, քան ստարտափի այդ խումբը։
Հիմա ըստ դրա եթե խումբը արագ շարժվի, իրանք նույնիսկ այդ Google-ի բանով մրցունակ են դառնում։ Google-ը որպես օրինակ եմ ասում։ Բայց Google-ը ունի ուրիշ շատ մեծ առավելություն, որը այդ distribution channel-ն է։ Հա, եթե ստարտափ ունի արագության առավելություն, Google ունի այդ distribution-ը, որտեղ իրանք այդ product-ը կտան ու իրանք չգիտեմ, միլիարդով մարդիկ կտենան իմանան այդ product-ից, հա։ Այսինքն այս distribution channel-ը շատ կարևոր է։ Եթե դա միջը ստացվեց անցավ ու արդեն աճը շարունակում է արագ անցնում, այստեղ արդեն հասնում ենք Series B, Series C, գնահատումները արդեն չգիտեմ 100 միլիոն, 300 միլիոն եւ այլն։ Հետո արդեն իրանք սկսում են ոնց որ օրինակ Zoom-ը, որ օգտագործում ենք հիմա, սկսեց մի product-ից։ Հետո իրանք սկսում են ավելացնել տարբեր functionality-ներ, այսինքն տարբեր ֆունկցիաներ դրանց հարթակում։ Նրանք ստեղծում են, փորձում են ավելի շատ եկամուտ ստանալ, հա։ Օրինակ այս վեբինարը, որ անում եք, իրանք ասենք թե գլխավոր product-ը չէր։ Սկզբից անհատական այդ զանգերներ, հետո ստեղծեցին վեբինար, որը արդեն վճարովի սերվիս է, այսինքն սկսում են ավելացնել տարբեր product-ներ։ Այստեղ այս կարևոր կետերը ստեղ նրանք են, որ մենք ստարտափը պետք է շատ արագ կարողանա մարդկանց աշխատանքի վերցնել, հետո սկսում են շուկաները ընդլայնվել, այսինքն մենք սկզբից, չգիտեմ, մի շուկայում ենք, հետո երկրորդ շուկայում ենք, կամ օրինակ թաքունի մասը, որ մենք ունենք, ինքը սկսել է մի ոլորտից, industrial ոլորտից, տեստավորման բաներ, լուծումներ, հետո գնալու է, չգիտեմ, oil and gas, հետո գնալու է, չգիտեմ, automotive եւ այլն եւ այլն։ Այդ այսպես ասած vertical-ներն են, այսինքն ոլորտների սեգմենտները, ինդուստրիայում ինչ սեգմենտերով է ինքը շարունակելու։ Հետո արդեն exit-ները կարան առաջանան տարբեր տեղեր, կարան լինեն exit-ներ ստեղ, նույնիսկ կարան լինեն նաև իհարկե ստեղ։ Այսինքն եթե վերցնենք այն 4 ստարտափը, որ ես նշեցի, իրանց exit-ները, եթե չեմ սխալվում, մոտարապես այս կետերում են։ Այսինքն exit-ը կարա լինի ամեն տեղ, հա, այդ վաճառքը։ Բայց նաև վերջում եւ եթե շատ հաջողված է service type-ի պես ու իսկապես իրանք ծավալների բասով աճում են, իրանք արդեն գնում են բորսայի ցուցակում, service type-ը ցուցակվել է բորսայում, Nasdaq-ում։ Ես շատ նշեցի Series A, Series B եւ այլն։ Այստեղ էս նկարագրված է, չգիտեմ, շրջանառությունը, բանը, գնահատումը, ինչքան է ներդրում անում, ինչ շրջանառությունը ակնկալվում, հա, այս աղյուսակում։ Ոնց որ տեսնում եք, seed-ում մոտարապես 5-ից 15 միլիոն, Series A-ում արդեն գնահատումը ստարտափի արժեքը 15-ից 50 միլիոն եւ այլն, հա, sense round-ներով, ինչքան ինքը առաջ է գնում, այնքան ինքը արժեքը, եթե հաջողված է, արժեքը բարձրանում է։ Այսինքն արժեքը ստեղծում է, քանի որ բորսայում ցուցակված չեն, արժեքը սովորաբար մյուս round-ում է արդեն բանարկում, ստեղծվում մյուս ներդրողներից։ Եթե ստարտափի վիճակը լավ չի ու իրանց գումարապետ կարող է լինի հետընթաց, այսինքն չգիտեմ, եթե ինքը Series B-ն արել է գնահատումով, չգիտեմ, 150 միլիոն, կարող է գնահատումը որոշ չափով իջնի, բայց սովորաբար դա հազվադեպ է լինում, ավելի շատ դիտարկվում է վաճառքի սցենարը, ոչ թե ավելի նվազ գնահատմամբ։ Անցնենք առաջ, այստեղ մոտարապես ասես պատկերով ցուցադրվում ինչ ստարտափներ որ փուլերում ունենք։ Ունենք Service Titan-ի բանը, IPO-ն, ունենք ես Gecko-ն ու Pixart-ն միլիարդանոց, այստեղ Code Signal-ն է, Series C, մյուս IPO-ն գուցե կամ Pixart-ը լինի, կամ Code Signal-ը օրինակ։ Դենց որ այս փուլերում արդեն տեսնում եք, որ շատ ստարտափներ կան։ Ոնց որ շատ ժամանակ մեզ դիմում են Equify, թե այս ուղղությունով ստարտափ կամ այն ուղղությունով ստարտափ կամ բիզնես ավելի շատ, արդյոք կարող ենք ցուցակել եւս մեր ուղղվածությունը հենց այս venture-ային ստարտափների վրա, որովհետեւ արավոր բանը, որ մենք ունենք, որ այս քանակն է, որ մենք իրանց հետ կարող ենք աշխատել։ Այլ ոլորտներում այսպես մրցունակ կազմակերպությունները շատ ավելի քիչ են։ Ոնց են ներդրողները ստարտափներում ներդրում անում, նշենք դա, եւ ինչ գործիքներով։ Ֆինանսավորումը ստարտափներում մի քանի տեղից է գալիս, իհարկե կան պետական կառույցներ, գրանտներ, միջազգային կամ հայկական, ոնց որ նշեցի կան հրեշտակ ներդրումային ցանցեր, մի քանիսը ստեղ նշված են, այդտեղ մինիմում ներդրումները մոտարապես 5-ից 250 հազար են եղել իմ տարիների ընթացքում, ստեղ կարևոր է հասկանալ, որպեսզի դու ստեղծես պորտֆել 20 հատ ստարտափով, դու պետք է ունենաս մոտարապես մի 100 հազար
ունեց 100,000 հատկացնես դրան, բայց այդ 100,000-ը պետքա քո ընդհանուր ունեցվածքի 10%-ից ոչ ավել լինի, այնց որ տենց միլիոնների կարգի ունեցած պետք է ունենաս, որ հստակ գործես։ Մեր մասով շատ ավելի ցածր կետից ենք սկսում, $25,000-ից մինչև $20,000 ներդրողներ ենք ունեցել, հետո VC ֆոնդներում տարբեր տիպի VC ֆոնդներ ունենք, որոշները նույնիսկ միջազգային մակարդակով շատ լավ եկամտաբերություն են ունեցել, այստեղ ներդրումները 50-ից մինչև 250,000, միջազգային ֆոնդերում դե այդտեղ ավելի շատ ավելի մեծ թվեր են եւ ունենք նաեւ ինկուբատորներ, ակսելերատորներ, որոնք եւս ինչ որ չափով ֆինանսավորում են կամ ֆինանսավորմանը աջակցում են։ Հիմա ինչ ենք մենք անում Equify-ով որոշ չափով նշեցի արդեն հարցեր կան այս բային այս ամեն ինչի շուրջ օրինակ դա շատ է ինֆորմացիան նա տեսնենք սա ոնց որ թե հա Okay, դե եթե հարցեր չկան, ասենք առաջ թե ինչ ենք մենք ոնց ենք մենք գործում Equify-ով հա հիմա մենք Equify-ը որ ստեղծել ենք նպատակը այն է եղել որ մարդիկ բացի ավաններից, պարտատոմսերից, բաժնետոմսերից, որոնք բոլորս ինչ որ չափով պետք է ունենանք, նաև ունենանք ինչ որ մասնաբաժին մեր ընդհանուր պորտֆելի մեջ, որը հայկական ստարտափներն են ու այդ ամեն ինչը գրագետ ձևով արվի ու գործենք որպես ոնց որ մասնագիտացված ներդրողներ, հա։ Այսինքն, այստեղ տարբեր տիպի հարթակներ կան աշխարհում, մենք վերցել ենք այն օրինակները, որտեղ մենք լավագույն, ասենք ներդրումային հնարավորություններ ենք տրամադրում, նույն հնարավորությունները, որտեղ մեծ ներդրողները արդեն ներդրում են արել։ Հրեշտակ ինվեստորները ինչին են ուշադրություն դարձնում ստարտափում ներդրում կատարելուց եւ արդյոք այդտեղ մի հատ ընդհատեմ մի հատ հարց հնչեց ուրեմն բարձրաձայն եմ ասում հրեշտակ ինվեստորները ինչին են ուշադրություն դարձնում ստարտափում ներդրում կատարելուց եւ արդյոք ստարտափներն են դիմում ներդրման համար թե ինվեստորներն են կապում ստարտափների հետ շատ լավ հարց է երկու մասից է բաղկացած թե ինչին են ուշադրություն դարձնում հրեշտակ ներդրողները եւ ով է ում հետ կապնվում եթե հրեշտակ ներդրողը մասնագիտացված է այսինքն մասնագետ մարդ է ինքը մոտարապես նույն բաների է ուշադրություն դարձնում ինչ որ չգիտեմ VC ֆոնդը այսինքն այստեղ ամենակարևորը բաներն են հիմնադիրներն են հիմնադիրները ինչքանով են ունակ այդ ամեն ինչը մեծ բիզնես ստեղծելու ինչքանով է պրոդուկտը եւ շուկան հետաքրքիր մոտարապես նույն կրիտերիաներն են հրեշտակների մոտ ինչ որ VC ֆոնդերում կան հրեշտակ ներդրողներ, որոնք ավելի շատ փորձառու են, ավելի քիչ փորձառու են, կան հրեշտակ ներդրողներ, որոնք ավելի շատ այսպես ասած ոնց ասեմ impact ստեղծելու կամ ազդեցություն ունենալու համար են ներդրում անում, այսինքն դու կարաս ներդրում անես զուտ եկամտաբերության համար կամ ներդրում անես ինչ որ բիզնեսում, որը լավ ազդեցություն ունենա սոցիալական օրինակ կամ չգիտեմ լավ ազդեցություն ունենա միջավայրի վրա, ասենց բաներ, հա։ Բոլոր հրեշտակ ներդրողները ինչ որ չափով այս երկու կետի շուրջ են աշխատում, երբ որ ասենք մասնագիտացված ներդրողները մեծ մասով, այսինքն իրանք այս կողմում են, ու եթե այս կողմում են, արդեն գործում են որպես VC ֆոնդեր ու ուշադրություն են դարձնում թիմ, շուկա եւ պրոդուկտ, այդ իրեք գլխավորն են ու երևի հերթականությունը թիմն է, ուժեղ թիմ լինելը։ Ինչ վերաբերվում է ով է ում հետ կապնվում, եթե ստարտափը իսկապես լավ ստարտափ է, ինքը ուզում է ունենա ամենա հեղինակավոր ներդրողները իր ցանկում։ Օրինակ Sequoia-ն, բոլոր աշխարհի մակարդակով են ասում, Sequoia-ն երևի ամենահեղինակավոր VC ֆոնդն է աշխարհում, կամ Andreessen Horowitz-ը, կամ չգիտեմ, տենց տիպի, որտեղ արդեն ստարտափ ուզում է տենց տիպի ներդրողներ ունենալ։ Հենց որ այդ առումով, եթե ստարտափը դիմում է ներդրողին, այդ ժամանակ չգիտեմ, գումարապետ, ավելի վաղ փուլերում երևի ստարտափներն են դիմում ներդրողներին, ավելի երբ որ արդեն առաջընթացը շատ մեծ է, արդեն փորձում են ներդրողները մասնակցել այդ ռաունդում։
հա, հենց որ նայած առաջընթացը ոնց է։ Սկզբում իհարկե ավելի շատ ստարտափներ են դիմում, հետո եթե առաջընթացը շատ լավ է, բոլորը փորձում են այդ ստարտափում մասնակցություն ունենալ։ Բայց նաև պետք է ասել, որ ոնց որ նշեցի, ստարտափի ճանապարհը sense էքսպոնենցիալ չի էլի, առաջի կետից մինչև B կետ։ Ինքը կարող է sense շատ մի քանի տարի sense ներքևում չստացվի, հետո ինչ որ ձևով հետո ստացվի։ Ու այսինքն այդ օրինակը որ նշեցի code signal-ի սկզբից չէ ստացվում, հիմա մի 6-700 միլիոնանոց կազմակերպություն է։ Ուսամ պատասխանեցի հարցին։ Անցնենք առաջ։ Ուրեմն, հա, ոնց որ նշեցի, մեր համար բացի եկամտաբերությունից այս առաքելությունն է կարևոր։ Առաքելությունը այն է, որ յուրաքանչյուր երկրի համար ամենագլխավոր հիմնաքարերը առաջընթացի մրցունակության, հարստության, այսպես ասած, կամ միջազգային այդ մրցունակության եւ տնտեսական ամենաառաջի բանը գլխավորը դա կրթություն գիտությունն է, այս մասն է, որ սկզբից բարձրանում է, այս ուրեմն այս պատկերը տենց հարյուրամյակներով ուսումնասիրված տարբեր երկրներն են, թե ինչ են իրանք արել, որ դառան մրցունակ եւ հաջողակ երկրներ։ Ամեն ինչը սկսվում է ներդրումից, հետո կրթություն գիտություն, հետո ինովացիա, տեխնոլոգիաներ, հետո ոնց որ տեսնում եք, այս նարնջագույնն է բարձրանում, այդ արդեն բանա անվտանգության մասն է, այսինքն բանը էլի պաշտպանությունն ու բանը ռազմական մասը։ Հետո գալիս է այս կանաչը մրցակցություն եւ այլն, հա։ Equify մասով մենք 5%-ը ուղղելու ենք շահույթի դեպի գիտություն, որտեղ այդ էլի այս նպատակներից ելնելով, բայց ոնց որ պատկերացրեցիք, այստեղ հիմնակարը դա գիտություն եւ նորացում տեխնոլոգիաներն են։ Նա Հայաստանում այդ մասը թեր զարգացած է, որ երբ որ նայում ենք ընդհանուր ֆինանսական ունեցվածքի մեր երկրում, այսինքն բանկային ակտիվներ, ապահովագրական ակտիվներ, չգիտեմ, ներումային ընկերություններ մոտարապես այս մի տոկոսն է, որ գնում է դեպի նորական ստարտափներ, ու դա 1/25-ն է լավագույն փորձի հետ համատած։ Շատ մեծ առաջընթաց ունենք, բայց դեռ շատ գործ կա անելու։ Ինչու է մեր մոտ Հայաստանում այս ոլորտը բավականին առաջադեմ, որտեղ ունենք նախ sense տիպի կազմակերպություններ, որևէ այլ ոլորտում sense կազմակերպություններ չկան, ու այդտեղից մարդիկ են դուրս գալիս, հիմնադիրներ են դուրս գալիս, որոնք ստեղծում են ստարտափներ։ Օրինակ PixArt-ից EasyDmark-ն է, PixArt-ի հիմնադիրները EasyDmark-ի հիմնադիրները PixArt-ից են դուրս եկել, Podcast-ի հիմնադիրը PixArt-ից է դուրս եկել, Թաքունի հիմնադիրը Ռաֆայելը National Instrument-ից է դուրս եկել եւ այլն, հա։ Ու այդ տաղանդը տեղ է ստեղծում։ Տաղանդը նաև ստեղծում է այս բոլոր մեր բաներով, այսինքն Tumo, Armat, չգիտեմ, Armenia Code Academy, Fast եւ այլն, հա։ Ու այս աճ կողմից է մեր էքսպորտն է Հայաստանից, այսինքն առաջադիմությունը ստարտափների բաղկացած է երկու մասից, մեկը որ շատ լավ էկոհամակարգ կա, այլ տեղերում ցած էկոհամակարգ չկա, ու երկրորդ բանը որ շատ կարևոր է այն է, որ մենք ունենք շատ սփյուռքում տաղանդավոր մարդիկ, իրանցից շատերը եւս ստարտափ են ստեղծում։ Սերվիս տայտնը մի օրինակ, բայց բազմաթիվ օրինակներ են այդտեղ։ Հիմա այն ինչ որ մենք ենք տրամադրում, ինչ են ներողները ստանում Equify մասնակցելիս, նախ մեր մոտ կրիտերիան են, որ ստարտափը, որը ցուցակում է հարթակում, պետք է արդեն գումար ստացած լինի մասնագիտացած ներողներից։ Մասնագիտացած venture fond, venture-ային ֆոնդ, մասնագիտացած հրեշտակ ներողներ կամ ինչ որ accelerator կամ որը մասնագիտացած է հեղինակավոր, հա։ Այսինքն իրանք պետք է այդ ամիջը ստացած լինեն այդ գումարը, հետո Equify-ը դիտարկում է 5 հոգանոց հանձնաժողով է, եթե որոշում եք ցուցակել, այդ բառական ցուցակում է։ Ներողը ստանում է, այսինքն շատ լավ հնարավորություններ, շատ լավ ստարտափներում ներդրման հնարավորություն։ Ստանում է նաև դիվերսիֆիկացիայի մասը, որը եւս շատ կարևոր է, որովհետեւ տարբեր ներդրումներ տարբեր ռիսկայնություն ունեն, ու միակ ձևը ֆինանսական աշխարհում ռիսկայնությունը նվազեցնելու առանց եկամուտը նվազեցնելը դա դիվերսիֆիկացիան է։ Այստեղ կարող է մի երկու հատ պատկեր լինի, դրան հասնենք առաջ, արժևում գուցե լինի։ Եվ իհարկե այդ հեռանկարներ ստեղծելու մասն է շատ կարևոր, այսինքն մենք կարող ենք մասնակցություն ունենալ այդ հեռանկարները ստեղծել, թե անձնական, թե երկրի մակարդակով, հա, այսինքն եթե ուզում եք տեխնոլոգիապես առաջադեմ երկիր ունենանք, ինչ որ ձևով կարող ենք դա աջակցել դրան։
Ինչ են ստարտափները ստանում, դե իհարկե կապիտալ եւ ավելի արագաճ, նաեւ շատ լավ օրինակներ ունենք, որ մեր ներդրողները օգնել են իրենց հիմնադիրներին կապերով տարբեր, օգնել են որպես խորհրդատու եւ նաեւ քանի որ Equify-ն է կարգավորվող ընկերություն աներժումային, չգիտեմ դեպոզիտարի հետ աշխատում, ԿԲ-ով է կարգավորված եւ այլն, ասես լիքը sense տարբեր բաներ, դա բավական ուժեղ հեղինակություն է ստարտափի համար, եթե ինքը անցել է այս ամբողջ process-ով ներետ։ Ստե մի հատ եւս հարց հնչեց, դա տեսնենք։ Նույն Ray Dalio long term debt crisis-ի կանխատեսումը, որ Ամերիկան հնարավոր է default-ի գա, ինչ ազդեցություն ստարտափների նշային, ինչ կարծիք ունեք։ Default աները սովորաբար եթե դու քո պարտքերը երկրի պարտքերը քո վալուտայով են, դու default ոնց ասեմ, ըստ սահմանման չես կարող անես, որովհետև դու կարաս ուղղակի այդ փողը տպած փողը վերադարձնես was դրա default-ի լինելու է ինֆլյացիա իհարկե դու կարելի ասել որ դա անուղղակիորեն default-ա, բայց սովորաբար default չի կոչվում, այսինքն դու այնքան փող ես տպնում, որ բարկերդ վերադարձնես։ Դա այսինքն default չի լինելու է ինֆլյացիա։ Երբ որ եթե լինի sense խնդիր, հա, sense ձևակերպեմ, որ ճիշտ լինի։ Ինֆլյացիայի պարագայում գործիքները, որոնք լավ են աշխատում, դա նույն Ray Dalio-ի մեծ ուսումնասիրություն էին արել, թե debt crisis-ները ոնց են լուծվում։ Մի քանի գործիքա, ոչ թե ոնց են լուծվում, որ գործիքներ են ներժումային լավ աշխատում։ Լավ է աշխատում ոսկին, ինչ որ չափով լավ է աշխատում անշարժ գույքը եւ շատ լավ է աշխատում բաժնետոմսերը։ Ինչ են բաժնետոմսերը լավ աշխատում, որովհետեւ բաժնետոմսերը որպես դու ընկերություն, քո շրջանառությունը երկու մաս է բաղկացած քանակ եւ գին, ու որպես ընկերություն բարձրացնում ես գինը, ու ըստ դրա քո շահույթն է բարձրանում։ Այսինքն նույնիսկ այդ պարագայում բաժնետոմսերը ինչ որ չափով պաշտպանված են, բայց իհարկե կարելի է մյուս կողմից ասել, որ երբ որ ինֆլյացիան բարձր է, տոկոսներն են բարձր, հա, տոկոսադրույքներն են տնտեսությունում բարձր, եւ երբ որ տոկոսադրույքներն են բարձր, ռիսկային կապիտալը ավելի քիչ է ստարտափներին տրամադրվում։ Այդ երևի ամենամեծ բացասական ազդեցությունը կներ ստարտափների վրա։ Մյուս կողմից կարելի ասել, հա, վարկերը, պարտքերը շատ են, մյուս կողմից ԱՄՆ-ի մասով ամենաառաջադեմ երկիրը գուցե Չինաստանը գուցե համատելի է, բայց չեմ կարծում, բայց ամենաառաջադեմ երկիրը արհեստական բանականության մասով դա Ամերիկան է, այսինքն ամերիկական կազմակերպությունները AI-ը շատ ավելի արագ են ընդունում եւ անում, օգտագործում։ Ըստ դրա աճում է այդ արտադրողականությունը կազմակերպությունների ու ընդհանրապես երկրի ու երբ որ քո արտադրությունը աճում է, քո GDP-ն է աճում ու այդ վարկերը սովորաբար վարկերի նոմինալը կարևոր չի, կարևորը GDP-ի հետ համեմատությունը, հա, այսինքն ՀՆԱ-ի հետ համեմատությունը։ Եթե ՀՆԱ-ն արագ է աճում, այստեղ պարտքերը, այդ արդեն խնդիր չի։ Այսինքն այդ խնդիրները կան, բայց մանավանդ արհեստական բանականության առումով, որ այսքան առաջադիմություն կա, ՀՆԱ-ն էլ ավելի արագ կաճի ու ես կարծում եմ այդ խնդիրը ավելի քիչ էական կլինի, բայց այդպես ոչ մի բան բացառել պետք չի։ Բայց այդ ինչ որ չափով արձագանք այդ հարցին։ Հա, ինչ տեսք ունի հարթակը, երբ որ իմիջիալից հարթակի landing page-ը փոխվելու է շուտով, շատ ավելի ինֆորմատիվ է լինելու, բայց մոտավորապես երբ որ արդեն հաշիվ ունեք, արդեն կան ստարտափներ, որոնց հավաքագրումը փակվել է, Թակտունը, Arblox-ը, մարդ ունենում է իր անձնական հաշիվը, ստեղ նույնիսկ ցույց ենք տալիս, թե մարդ ինչքան է շատ է ռիսկ վերցնում, թե քիչ է ռիսկ վերցնում, սովորաբար 10%-ից ավել ունեցվածքի ստեղ ստարտափներում ներում անելը խոր չի տրվում, ունենում է նկարագրված ինչքան որտեղ բաժնետոմս ունի եւ այլն, հա, ու շատ ենք շեշտ դնում այս կրթական մասի վրա, շատ ենք նյութեր դնում, գիտելիքի կենտրոն կա Edge, որը շատ կարևոր է, եւ նաեւ շեշտ ենք դնում այն ներումային տեղեկատվությունն է Edge կա եւս հարթակում, որը այդ լավագույն փորձն է, ոնց են ճիշտ ձևով, գրագետ ձևով մասնագիտացած ներողները ներում անում։ Կարճ մեր մասին եւս կարգավորվող ԿԲ-ի կողմից բաժնետոմսերը, որոնք մարդիկ ձեռք են բերում ստարտափներում պահվում են դեպոզիտարիայում, այսինքն պահառությունը մեր կողմից բացի արվում է նաեւ դեպոզիտարիայում, որը հնարավորություն է ստեղծում ժառանգել, նվիրատվություն, վաճառք նույնիսկ կարգավորումներ, չգիտեմ, կորպորատիվ ղեկավարում կանոնակարգը
հասանելի է հարթակում, ներողների գումարները գնում են հատուկ բանկային հաշիվներ, որը ESCO-ի պես հաշիվ է, այսինքն մեր հաշիվները չեն, այլ գնում են escrow, հետո փոխանցվում են ստարտափին, ISO-ի սերտիֆիկատ ունենք բան տեղեկատվական անվտանգության, ամեն ինչը ամպերում ամպերում է պահվում, շարունակական ներքին օրենք արտաքին եւ այլն, հա։ Հաճախ տրվող հարցեր, այս մասը, չգիտեմ, այլ հարցեր կան։ Հա, մի հատ է հարց, երկու հատ է հարց խնչեց, դրանց արձագանքենք, ենթարենք ներում կատարեցինք, գումարը մեծացավ։ Այս ցանկում իմ կուտակված գումարը, ես ցանկանում եմ իմ կուտակված գումարը հանել, ամեն պահի հնարավոր է։ Տեսեք, ստարտափների ներդրումները դրա համար ենք ասում, որ 10%-ից քիչ ներդրում արվի, բաշխված 20 ստարտափների միջև եւ 2-3 տարվա ընթացքում է կարևոր մասերից մեկն է, այսինքն դիվերսիֆիկացված 20-30 ստարտափի մեջ 2-3 տարվա ընթացքում։ Ինչու ենք դա ասում, որտեղ մեկ իրանք ռիսկային են, երկուս որտեղ իրանք լիկվիդային չեն։ Այսինքն դրա համար պորտֆելի մյուս մասը պետք է լինի ավանդ, գուցե պարտատոմս, գուցե բաժնետոմս, որ շատ ավելի լիկվիդային է։ Դուրս գալը այս հաճախ տրվող հարցերից 4 տարբեր դուրս գալու հնարավորություն կա, այսինքն նախ մեր մոտ ակնկալում ենք, որ եթե ներդրում արեցինք, չգիտեմ, այս ստարտափներից մեկի մեջ, Tactron, Exort, մյուսների մեջ, Caselands եւ այլն, հնարավորություն կա, որ մենք օրինակ seed-ում կամ pre-seed-ում ներդրում արեցինք, Series A-ում դուրս գանք, հա, ու սա ոչ թե 10 տարի է տևելու է 2-3 տարի։ Այսինքն այդ մասով մեր ժամանակահատվածը շատ ավելի կարճ է։ Եթե մենք ներդրում ենք անում որպես հրեշտական, որպես VC մասնավորապես, VC-ում 7-8-9-10 տարի, գուցե 12 տարի, հա։ Այսինքն մեր մասով կարող ավելի կարճ լինի, մենք հնարավորություն կա մեզ դուրս գալու մյուս փուլում 2 տարուց հետո, կամ 5 տարուց հետո, կամ 3 տարուց հետո։ Այդ մեկ։ Երկրորդ բանը այդ VC buyout կոչեցյալն աստեղ։ Private sale-ը այնա, որ քանի որ բաժնետոմսերը դեպոզիտարիայում են գրանցված, ոնց որ նշեցի, եթե ներդրողը գտավ ինչ-որ այլ ներդրողի, որ ուզում է այդ ձեռք բերի, պայմանավորված իրենց պայմանավորված գնով, եթե մենք այնտեղ փողի լվացում, չգիտեմ, մյուս ներդրողի պատշաճ ստուգում, եթե ամեն ինչը նորմալ է, որևէ խնդիր չկա, կարանք դա, չգիտեմ, մեկ շաբաթվա ընթացքում ձևակերպվի։ Ինչ որ բայի գուցե մենք նաև ինչ որ trading-ի ավտոմատացված լուծում լինի, բայց այս բային դա պրիորիտետ չի, բայց գուցե այդ մասն էլ է հնարավոր։ Այսինքն հեսա մասնավոր նվիրատվություն, ժառանգություն, վաճառք, VC buyout-ը մյուս ներդրողը մեր մասնաբաժինը գնում է, սա արդեն M&A-ն է, ոնց որ հաշվեցի վաճառք ստարտափի, եւ սա էլ այդ 4-րդ բանն է, որը ավելի երկարաժամկետ է։ Այսինքն կոնկրետ պատասխան ամեն պահի հնարավոր է, եթե ներդրողը գտնի մյուս գնորդին։ Մենք կարող ենք աջակցել այդ process-ում, եթե գումարը շատ մեծ չի կամ կարող է կապնվել այդ բանին, կարող ենք քննարկել։ Եթե այնտեղ խնդիրներ չտեսնենք փողի լվացման կամ այս տիպի բաների հետ։ Մի հատ եւս հարց ստեղ կամ երկու եւս հարց ստեղ Equify LP to LP secondary transfer-ների հնարավորություն ունի, այսինքն ներդրողը կարող է ինչ որ պահի վաճառել իր բաժինը Equify շրջանակներում, եթե ոչ պլաններում կա։ Այդ ոնց որ նկարագրեցի նոր, այսինքն մենք բոլոր դեպքերում մեր Equify բանը մոտեցում են, որ մենք ուզում ենք, որ մեր ներդրողների համար թե Equify-ում ներդրումները, թե այլ տեղեր ներդրումները ստացվեն, հա, հաջողակ ներդրողներ լինեն, որտեղ եթե իրանք ուրիշ տեղ անհաջող լիներ, նաև մեր մոտ չեն ներդրում անի, վատ փորձից ելնելով։ Հիմա մեր համար շատ կարևոր է ներդրողը հաջողակ լինի։ Ու մենք այդ process-ում, որ եթե ինչ որ մեկ ուզեցավ վաճառել իր մասնաբաժինը, ուրիշին փորձենք աջակցել այդ process-ում։ Այսինքն հնարավորությունը կա գտնել մյուս ներդրողին, մենք էլ կաջակցենք դրան, բայց ավելի մեծ բեռը լինելու է այն ներդրողին, որը արդեն մասնակցություն ունի։ Երկրորդն, ինչպես կարող ենք ներդրողները ներգրավել ստարտափներին advisory կամ tech support-ի տրամադրելու մեջ։ Եվս լավ հարց է, այսինքն ներդրողները կարող են ինչ-որ այլ ձևով աջակցել ստարտափին։ Մենք ողջունում ենք նախ ներդրողների աջակցությունը ստարտափներին, այսինքն ես անձամբ կամ մեր խորհրդի անդամները կամ ներդրողները փորձում են ամեն ձևով օգնել ստարտափներին, ինչքան մենք իրենց օգնենք
մասնավորապես կապերով, բիզնեսների հետ կապերով, շուկայում, չգիտեմ, մյուս շուկաներում, ինչ-որ որտեղ սփյուռք ունենք, այնտեղ լիքը մարդ աշխատում տարբեր կազմակերպություններում, ըստ դրա ինչքան ստարտափներին կապենք նոր հաճախորդների հետ, այնքան ավելի հաջողված ստարտափներ կունենանք։ Ստարտափներին փորձ ունենք նաև, որ ներողները միացել են, նաև որպես խորհրդատու, այսինքն ներում են արել, համ որպես խորհրդատու են ներգրավել։ Tech support-ի մասով կամ իրավաբանական լուծումների մասով կամ հաշվապահական, sense բոլոր առումներով մենք գործում ենք մեր այս համայնքին, որ համայնքը համ օգտակար լինի օգտակար լինի ստարտափին եւ եթե, չգիտեմ, տարբեր ծառայություններ լինեն, ստարտափը կդիտարկի նաև իր ներողների ծառայությունը։ Ես ինչքան կապ եմ ունեցել մեր հիմնադիրների հետ, լինի դա 100,000-ի ներդրում, լինի դա 1 միլիոն դրամի ներդրում, լինի դա, չգիտեմ, $100 ներդրում կամ նույնիսկ $25 կամ 10,000 դրամի ներդրում, բոլորի համար դա ողջունելի է, բոլորը այդ ցանկերը տեսնում են, անձնական տվյալները չեն տեսնում, բայց անունները տեսնում են, որտեղ վերջում իրանք կարան ասեն, այս ներդրողը դուրս գալիս է, այս մեկը ռիսկային է, այդ մեկին չեմ ուտում։ Այսինքն կանոնները տեսնում են, մնացած տվյալները չեն տեսնում, բայց բոլոր դեպքերում իրանց կողմից գնահատվում է մասնակցությունը, ներդրումը ու աջակցությունը, այսինքն այդ հնարավորությունը կա, ու մենք իմիջիայլոց կուզեմ նշել նաև, որ ամսի 23-ին մեր համայնքով օֆիսում միջոցառում ենք ունենալու, նաև որոշ հիմնադիրներին ենք հրավիրելու, որ նաև հիմնադիրների հետ շփվեն, հա մենք շփվենք, ասենք ներդրողները շփվեն, նոր մարդիկ, որ ուզում են ցանկանում են միանալ եւս շփվեն, հենց որ տղել այդ համայնքի կապերը փորձում ենք դրան բան անել, աջակցել դրան։ Ինչ այլ հարցեր ունենք։ Հա, այդ պլանը, այդ լայվ հանդիպումները ամսի 23-ին են լինելու ու հավելյալ տեղեկատվություն դրա շուրջ կլինի բանով նյուզլեթերի միջոցով։ Ձեր email-ները ստուգեք, եթե գրանցված եք, կամ եթե գրանցված չեք, գրանցվեք, դա բանա շատ հեշտ ու անվճար process է։ Գրանցեք email-ները, նյուզլեթերները կստանաք, այդտեղ հավելյալ տեղեկատվություն կլինի թե լայվ միջոցառումների վերաբերյալ, թե նաև մի հատ վեբինար ենք ունենալու Case Lens-ի հիմնադիրների հետ հարց ու պատասխան նաև իրենց հետ։ Այստեղ մի քանի հատ հարց եւս հնչեց, ես ոնց որ թե բաց թողեցի, ինչ մինիմալ պայմաններ են պետք ստարտափին, որ թույլ կտա ներդրում ներգրավել pre-seed pool-ում։ Պայմաններ են պետք ստարտափին, որ թույլ կտա ներդրում ներգրավել pre-seed-ում։ Մինիմալը լավ թիմն է ու հետաքրքիր գաղափար, ինչ որ չափով product, լավագույն դեպքում, ոչ թե լավագույն, բայց շատ ցանկալի է, որ ունենա MVP։ Մենակ pitch deck-ով, սլայդերով ու թիմով շատ դժվար կլինի ներգրավել, բայց եթե կա ինչ-որ չափով MVP, այսինքն ինչ-որ product, որը նորաստեղծվել, բայց փորձարկումների տեղա, փուլումա, դա շատ օգտակար կլինի։ Մի հատ էլ հարց կար, մինիմում թարգետները ինչի են տարբեր։ Այս հարցը, որ խնդրեմ պարզաբարել, որտեղ լավ չպատկերացնի, մինիմում թարգետները ինչի են տարբեր։ Ենթադրում ներողների մասին է խոսքը, թե բայց խնդրեմ մի հատ պարզաբանեք, որ ավելի լավ պատասխանեմ։ Ինչը ասել լիկվիդային։ Լիկվիդային նշանակում է հեշտ իրացվելի, հա, այսինքն մենք կարող ենք վաճառել, գումարը հետ ստանալ։ Լիկվիդայնությունը սովորաբար իրացվելիություն, լիկվիդայնություն, այսինքն ավանդը լիկվիդ է, որտեղ մենք կարող չեղարկել միանգամից փողը հետ ստանալ, հա։ Ինչ որ չափով պարտատոմսը, ինչ որ չափով բաժնետոմսը։ Այլ հարցեր։ Okay, դե մեզ մնաց մի քանի րոպե, այստեղ ինչ կարելի է եւս ինչ է սովորաբար, հա, ինչքան ներդրում անել, այս մասը ամենակարևորն է, մեր համար շատ կարևոր է ներդրողները ճիշտ ներդրում անեն, ունեցվածքի 10%-ից քիչ կամ բանի ամենամսյա աշխատավարձի մոտարապես 2%-ը, դիվերսիֆիկացում, այսինքն 20-30 ստարտափների մեջ, ոնց որ նշեցի, եթե այդ պորտֆելը ստեղծվում է, շատ հավանական է, որ վերադարձվի մինիմում ամբողջ գումարը։
Եվ երրորդ բանն է նշեմ ստեղ 2-3 տարվա ընթացքում։ Թե այն պատկերով ցույց տրվեց, թե տեխնոլոգիաներն են փոխվում, այսինքն եթե մենք պորտֆել ստեղծենք 3 տարի առաջ, երբ որ ChatGPT-ն չկար, կամ AI-ը չկար, ամեն ինչ անելու ենք, ներում ենք անելու B2B SaaS-ի տիպի կազմակերպություններում, աշխարհը փոխվեց, հիմա դրանց գնահատումը պահանջարկը շատ ավելի քիչ է հաճախորդների կողմից, բոլորի ուղղվածությունը AI-ը։ Մի քանի տարուց հետո կարող է բոլորի ուղղվածությունը լինի quantum computing։ Ու ըստ դրա պետք է ունենալ տարբեր տեղեր, հա։ Մի հատ էլ հարց խնդրեց, ինչ է կարծում Equify-ի հարթակում 2-3 տարվա ընթացքում 20-30 ստարտափից ավել կցուցակվի։ Մեր թիրախը 6-ից 8 հատ ստարտափ ցուցակել տարեկան։ Նպատակը ամենակարևոր բանը, բացի հայ հիմնադիր լինելուց, այն է, որ ստարտափները եկամտաբեր լինեն։ Միակ ձևը, որ բոլորս շարունակենք ներդրումներ անել ստարտափներում, այն է, որ իրանք հաջողված լինեն, մենք գումար աշխատենք։ Բայց ըստ դրա մեր կրիտերիաները բավականին բարձր են։ Բայց թիրախը այն է, որ մենք այո կարողանանք 3 տարում ստեղծել պորտֆել 20-ից 30 հատ ստարտափ։ Այսինքն տարեկան 6-ից 8, այն օրը քննարկում ենք խորհրդի հետ, արդյոք 8-ը քիչ է, թե շատ է, կարծում եմ 8-ից ավելի հավանական է 8-ից 10 լինի, քան թե 6-ից 8 էս պարագայում։ Մի հատ էլ հարցեղ արդեն ցուցակված ստարտափներին հաջորդ ռաունդերին Equify մասնակցելու է թե ոչ, եւս լավ հարց է, այսինքն եթե, չգիտեմ, Tactune եկավ Series A-ում ներդրում Series A-ը անում, արդյոք Equify-ը կմասնակցի թե չէ։ Հաստատ եթե գործերը ստարտափի լավ են, այսինքն լավ արագ աճում է, հաստատ այդ պահին կդիտարկենք, չեմ կարող խոսք տալ կմասնակցենք թե ոչ, բացի մեզանից կախված է նաև ստարտափից, օրինակ մի հատ ստարտափ ենք ուզում ցուցակել, անուններից մեկը այս սլայդերում այդ ստարտափի անուններ ու լոգոներ, իրանք ասեմ թե չասեմ, որ ռաունդում են, բայց Series B, Series A, Series B ռաունդներում է, ասենց ասեմ, որ շատ ակնհայտ չլինի։ Փորձում ենք իրանց մոտ մասնակցել, որտեղ ես հիմնադիրների հետ երկար տարիներ շփվել եմ, ծանոթ եմ, շատ լավ ընկերական կապերի մեջ ենք, բայց այդ փուլերում ներդրումները այնքան մեծ են, տասնյակ միլիոններ, որ ինչ որ 100,000 կամ նույնիսկ 500,000 ներդրումը, տենց շատ admin-ը առաջացնում եւ ոչ տենց բան է, էլի։ Մյուս ներդրողներն է պետք է համաձայնվեն, խորհուրդներ, շատ խնդիրներ չտեսնի sense բաներ, էլի։ Բայց կփորձենք ուրիշ ձև ասեմ, կփորձենք բոլոր դեպքերում ունենալ ստարտափներ, որոնք Series B, C, D, բայց այդ парагնը ոչ թե ուղղակիորեն մասնակցենք իրանց ռաունդերում, այլ օրինակ իրանց աշխատակիցը, որ ունի մասնաբաժին, օրինակ վաճառեց կուզենա Pixar-ի կամ չգիտեմ, ինչ որ այլ կազմակերպության իր բաժնետոմսերը վաճառել մեր հարթակի միջոցով, ես կարծում եմ դա ինչ որ բայի շուտով հնարավոր կլինի։ Այսինքն ինչ որ աշխատակից ունի բաժնետոմս, ինչ որ կազմակերպությունում է ստարտափներից մեկը, որ ավելի ուշ փուլում է, ինքը տրամադրի մեզ, մենք վերավաճառենք։ Այստեղ խնդիրը այն է, որ կարգավորումների կողմից, այսինքն ԿԲ-ի կողմից պարամետրերը շատ ավելի խիստ են, բայց ներողի տեսանկյունից ես կարծում բոլորից շատ հետաքրքիր կլինի ունենալ տարբեր փուլերում արժեթղթեր։ Ահա, բայց այնտեղ թե ԿԲ-ի մասով կարգավորումները շատ են, թե Ամերիկայի մասով, որտեղ ստարտափների մեծ մասը այնտեղ են գրանցված։ Մի հատ եւս հարց, բացի ներում անելու խորհրդատվությունից այլ գործունեություն վարում է Equify-ը։ Մենք սովորաբար խորհրդատվություն չենք տրամադրում ներդրումային, մենք ասում ենք նաև կարգավորումներից ելնելով, մենք կիսում ենք լավագույն փորձով եւ ոնց են գործում մասնագիտացված ներդրողները, այսինքն երբ որ ասում ենք 2-3 տարվա ընթացքում 10%-ից ոչ ավել, այստեղ մի հատ սլայդերից մեկը պետք է լինի, գուցե այս պրեզենտացիան չկա, մենք ասում ենք ոնց են մասնագիտացված ներդրողները գործում ու ասում ենք ըստ դրա նաև մենք գործենք, որովհետև ըստ դրա հավանականությունը եկամտաբերությունը շատ ավելի բարձր է։ Ես կհորդորեմ բոլորին այն ինչ որ սա տեղադրվել է YouTube, բոլոր դեպքերում, երբ որ ուզում եք ինչ որ բան նայել, հավելյալ ինֆորմացիա ստանալ, կհորդորեմ բոլորին օգտագործել ChatGPT-ը կամ այլ ինչ որ
արհեստական բանականության գործիք է, մի հատ եւս ուսումնասիրություն անել, այսինքն մեր մոտեցումը այնա կիսել լավագույն փորձով, մասնագիտացած ներողների փորձով, բայց բոլոր դեպքերում ամեն անգամ ինչ որ բան հավելյալ հարցեր ունեք, կարաք մեզ դիմեք իհարկե, կարաք նաեւ մի հատ chat GPT-ով մի հատ ստուգել արդյոք 10%-ից ավել պետք է անել, թե պետք չի անել, հա, մոտավորապես տենց կուզենա եւս այդ հարցին պատասխանել։ Մենք բոլոր դեպքերում փորձում ենք ստարտափին մաքսիմում աջակցել, որ ավելի հաջողակ դառնա, այդ առումով կարգավորումներ չկան։ Եվս հարցեր։ Այստեղ էլ վերջի բանն էլ 3 քայլ է, եթե դեռ չեք բանանում, չեք գրանցվել, շատ հեշտ է, ապահով է, բոլոր ձևերով փորձում ենք այդ մասը Սամվելի հետ կամ նաև մեր երկու թիմել ունենք տեխնոլոգիական ապահովել եւ այդքանը հա այս մեր երկու առաջի ցուցակումն է, եթե դա հետաքրքիր է, ոնց անցել հիմա Caselands-ն է, շատ լավ, հա, այս ովքեր են ներում արել առաջի երկու արշավում եւ ցանկանայինք կանանց մասնակցությունը ավելի բարձր լինել, իմիջայլուց մի հատ ստարտափ կար, որ ցավոք սրտի մենք չհասցրեցինք, ես հուսամ շուտով իրենց մասին լավ նորություններ կլինեն, կինը հիմնադիր էր, հուսով ենք այդ կողքներ կանանց դերակատարությունը բարձրացնել ստեղ, այս մասն է կարևոր, այսինքն ովքեր են ներողները բաներում, Equify-ում, ոնց որ տեսնում եք, կեսը երկու առաջի արշավում ամենայն դեպս մասնագիտացված ներողներ են եղել եւ հրեշտակ ներողներ եւ նույնիսկ կազմակերպություններ, հա։ Այսինքն շատ լավ համայնք է ձևակերպվում եւ սա ցույց է տալիս նաեւ ստարտափների որակը։ Եթե ստարտափները լավը չլինեին, ըստ դրա էլ մասնագիտացված ներողները չէին մասնակցի։ Ես կարծում եմ այդքանը այս անգամ բոլոր պարագաներում կհորդորենք մի հատ դիտարկել այս հնարավորությունը, երբ որ ինչ որ հարցեր լինեն, շատ ուրախ կլինենք, որ կապնվեք մեր հետ, Equify-ում chat box կա, live աշխատում է, մենք դեռ արհեստական բանականությունով չենք պատասխանում, կարաք զանգով կապնվել, կարաք email գրեք, կարաք նույնիսկ այցելուներ ունենք մի երկու օր առաջ, օֆիս այնց որ ուրախ կլինենք նաև անձամբ հանդիպել եւ իհարկե ոնց որ նշեցի, այդ հանդիպում ամսի 23-ին ուրախ կլինենք որ գաք, նաև շատ հետաքրքիր կլինի, որովհետեւ հիմնադիրներից մի քանիսը սպասում ենք, որ եւս կլինեն։ Գուցե Caselands-ը հաստատ կլինեն, բայց հուսամ նաև նոր ցուցակող ստարտափի հիմնադիրը կամ հիմնադիրները եւ նախորդ գուցե նաև Tactony եւ Armlox-ի գուցե հիմնադիրները, ոնց որ կպատմեն ինչ առաջընթաց ունեն այս բանին։ Դե այսքանը այլ հարցեր։ Տեսնենք։ Չէ, ոնց որ դե շատ ուրախ էի կապ հաստատելու համար, կապի մեջ կլինենք եւ մինչեւ մյուս անգամ։ Բոլորին լավ շաբաթ ենք մաղթում։ Stay tuned.